Ասացին, որ կիսում են ձեր մտահոգությունները, եթե հասկացաք ինչ նկատի ունեն, կարող եք ասել։ Այսինքն համաձայնելով իրավական փաստարկներին, որ այլևս տարբերակված մոտեցում է առկա եւ օրենքի եւ դատարանի առջեւ հավասարության սկզբունքն է խախտվում նաեւ այս պարագայում, իրավաչափության պայմանը խախտվում է, բայց ես վստահ եմ, որ այս դիրքորոշումը այսպիսին չէր լինի, եթե չլիներ այս հանրային մեծ արձագանքը։ Դրա համար պատահական չէր, որ իրենք փորձեցին հենց ի սկզբանե իրենց խոսքի մեջ հերքել, որ սա ամենևին պայմանավորված չէ այդ գրառումներով, այդ ակցիաներով, այլ իրավական հիմնավորումներով են մենակ սահմանափակվում, բայց իմ խորին համոզմամբ, ինչպես նաև նախկինում նշել էի, հենց այս էր, որ կարող ենք համարել հանրային ճնշման հաղթանակ։ Ոչ արդարության էլի եմ ասում, այն պահից սկսած, երբ որ այս խեղկատակ ապացույցներով այս գործը հարուցվել է, երբ որ Լիդիան ներգրավել է որպես մեղադրյալ, մենք իրավաբանության, արդարադատության հետ գործ չունենք։ Սա ես համարում եմ հանրային ճնշման հաղթանակը։ Իսկ ինչու իրենք չեն փորձում ընդունել, որ սա հանրային ճնշման է, այլ օրենքների Որովհետև օրենքը իրենց պարտադրում է, սահմանադրությունն է իրենց պարտադրում առաջնորդվել օրենքով եւ սահմանադրությամբ, չի պահանջում, որպեսզի իրենք պոպուլիստական կամ հանրային ճնշման որոշումներ կայացնեն, որովհետեւ եթե քո օրենսդրական հիմքերն ամուր են, դու որևէ խնդիր չունես հանրային կարծիքին հպատակվելու, լսելու կամ չլսելու, որովհետև դու գիտես, որ ճիշտը քո կողմից է, բայց քանի որ այստեղ արդարություն չկա եւ այս իշխանությունն էլ հիմնվում է առավելապես այս հանրային կարծիքի մանիպուլյացիաների շրջանակներում, ես իրոք Լիդիայի ազատ արձակումը համարում եմ այս խեղաթյուրված ինֆորմացիոն հեղեղների դարում, այս մանիպուլատիվ իրողությունների դարում հանրային արձագանքի այդ իմունիտետի, ինֆորմատիվ իմունիտետի սենց վերջին դրսևորում, հույսի դրսևորում, այդ վերջի հաղթանակն էր, որ ինքը ի վերջո այս տեղեկատվական հոսքերի, այս ֆեյքերի զարհուրելի ուղղակի աբսուրդային մեկնաբանությունների ներքո ամեն դեպքում ճեղքելով ամեն գրառման տակ կար տերորիստ Լիդիա Մանթաշյան, բայց մարդը նայում է, հասկանում է, որ ինչքան էլ այդ պրոպագանդան լինի, ինչքան էլ այդ տակի մեկնաբանությունները լինեն, մեկը այս մարդու դեմքին նայողը չի կարող հավատալ, որ ինքը տերորիստ է։ Եվ հետևաբար այդ ընդվզումներ, որ մարդիկ չճանաչելով վեր կացան ու արեցին ամենադժվար ակցիաներից մեկը, նստացույց, 4 օր նստացույց, մենք 3 ժամ ենք կանգնած մնում, հոգնում ենք, մարդիկ 4-րդ օրն է արդեն նստացույց են անում, չճանաչելով Լիդիային, այս արդեն խոսում է այդ արձագանքի մասին ու այս խոսում է պետք է հանրությունը սա անկալի որպես հանրային ճնշման հաղթանակ։ 2.5 միլիոն դրամը ոնց է հավաքվել։ Ինչպես որ հավաքվեց Արսեն Ղուկասյանի 1 միլիոն դրամը։ Տիկին Սողոյան, այնուամենայնիվ այսօր այսպիսի ակնկալիք ունեիք դատարանից հաշվի առնելով, որ նույնիսկ տնային կալանքի չենթարկվեց, ավելի մեղմ խափանման միջոց ընտրվեց եւ նույնիսկ պատգամավորների երաշխավորության կարիքը չկա։ Ես ասում եմ էլի, որ դժվարանում եմ ապագայի կանխատեսումներ անել իրավապահ համակարգի եւ արդարության համակարգի, որտեղ իրենք այլևս իրենց աբսուրդայնությամբ օրենքի հետ չփոխկապակցվածությամբ ինձ այլևս զարմացնելու տեղ չունեն ու կանխատեսելու տեղ չունեն։ Ես հրաժարվել եմ այդ գործառույթից։ Ես անում էի սա հանուն Լիդիայի ընտանիքի, հանուն այն մարդկանց, ովքեր այստեղ անկեղծ եմ ասում հուզմունքից, նույնիսկ ես տեսակ այս բանից հետո նույնիսկ ինքս չէի հավատում, որովհետև իմ համար դժվար էր ամեն անգամ մտնել Աբովյան քրեակատարողական հիմնարկ ու տեսնել Լիդիային այդքան անպատեհ միջավայրում։ Հետևաբար մի բան էլ էլի, սովորաբար անցած շաբաթ է որոշել դատարանը, որ կա ռիսկ։ Մեկ շաբաթվա ընթացքում նոր միջնորդություն եք ներկայացնում, իրավական առումով որ դեպքում կարող եք ներկայացնել եւ այս դեպքում սա է, թե չէ։ Մենք վկայակոչել ենք 117-րդ հոդվածի առաջին մասը, որը անկախ ռիսկերից, տեսեք,
ներկայացնում է, ասում է իրավաչափության պայմանները, քանի որ այդ ռիսկերը իրենք ամեն մեկն էլ կարող են լինել, բայց կարող են լինել տարբեր չափով, ըստ էության կարող է, ես չեմ ուզում դատարանին հուշել կամ իր փոխարեն ասել, մենք ասացինք, որ այս իրադրությունը ցույց տվեց, այս տարբերակը, որ համակցության մեջ իրավաչափությունը փոխվել է, թե հետո դատարանը իր գրավոր որոշմամբ ինչպես կպատճառաբանի, ես չեմ կարող ասել։ Ինքը գալիս է հիմա, Չգիտեմ, կարող է արդեն նաև վերսկսել է Կարող եք ասել այս պատի քանի հոգի է, որ կալանավորվել։ ես մատ գնա 18 հարթարներից, դե ներկայումս կալանքի տակ են մնացել Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը եւ Վահագն Չախալյանը։ Դրանց մասով սպասելիքներ ունեք նրանց խափանման միջոցով։ Կարող է ինչ-որ մեկին էլ մոռացա, բայց չեմ կարող ասել։ Նաև մեկ հազար Եվ Մովսես Շարբացյանը ներողություն եմ խնդրում, Մովսես, այսինքն 4 բաներ հիշում էի, նաև գտնում ենք, որ Մովսես Շարբացյանի պարագայում էլ այս վիճակը անընդունելի է, մանավանդ այն դեպքում, երբ ինքը ունի մանկահասակ երեխաներ, որոնց խնամքի կարիքն ունեն եւ որպիսի հանգամանքը եւս ուշադրություն չի արժանացել նախորդ։ Դատարանի այս որոշումը կփոխի հանրության վստահությունը եւ դատավորի դատարանի նկատմամբ։ Դժվարանում եմ ասել, ինչպես նախ ցիտեցի մարդու իրավունքների պաշտպան։ Ասո։ Ես նախ եւ առաջ կարծում եմ, որ հանրությունը առաջին հերթին սա կընկալի որպես հաղթանակ ու կհամարի իրեն որպես գործոն այլևս Հայաստանում հենց իրավական իմաստով այդ հանրային վերահսկողությունը իրականացնելու պես։ Ձեր կարծիքով հանրային ճնշումները սա չի։